Հիբրիդային սպառնալիքներն ունեն բավականին հարուստ գործիքակազմ։ Ապատեղեկատվական արշավներից մինչև պրոքսի ուժերի միջոցով իրականացվող քաոս ստեղծող փողոցային գործողություններ։ Սովորաբար հիբրիդային սպառնալիքները համակցված, կազմակերպված գործողություններ են, որոնց նպատակն է առնվազն թուլացնել հարձակման ենթարկվող պետությունը կամ ինստիտուտը։ Ավելի մանրամասն, թե ինչ են հիբրիդային սպառնալիքները, ինչու է այսօր այդքան հաճախ խոսվում դրանց մասին, ես խոսել եմ հիբրիդային սպառնալիքների էությանը նվիրված թողարկման ժամանակ։ Այստեղ միայն նշեմ, որ հիբրիդային սպառնալիքները տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում են դարձել այդչափ ազդեցիկ։ Հիբրիդային սպառնալիքները հիմնականում դեմոկրատական երկրների ներքին գործերին միջամտելու, սեփական օրակարգերը առաջ տանելու, հասարակությունների դիմադրողականությունը թուլացնելու նպատակով իրականացվող արդյունավետ միջոցներ են ազդեցիկ ավտորիտար պետությունների համար։ Այսինքն, առանց պատերազմելու եւ պատերազմ մղելու մեջ մեղադրվելու ավտորիտար պետությունները հիբրիդային սպառնալիքների միջոցով կարող են ապակայունացնել իրենց թիրախ հանդիսացող պետությունները եւ ինստիտուտները։ 2025 թվականի ամռանը Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Երևանում գտնվելու ժամանակ հայտարարեց, որ ժողովրդավարական արժեքները, որոնք կիսում են Եմեն եւ Հայաստանը, պետք է պաշտպանվեն, հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ երկրի ներքին գործերին միջամտելու պայմաններում։ Ամիսներ անց Կալասը հայտարարեց, մեջբերում եմ, Ռուսաստանը եւ իր պրոքսիները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, դրանք շատ ակտիվ աշխատել են, այսինքն սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Ռուսաստանի Դաշնությունը կտրականապես հրաժարվում է ընդունել, որ Ռուսաստանից հիբրիդային սպառնալիքներ են իրականացվում։ 2026 թվականի փետրվարին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես նշեց, մեջբերում եմ, տարօրինակ է լսել, հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է, եւ կարող ենք ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից Եվրամիությանն ուղղված կոչեր են հնչում թույլ չտալու այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Պարոն Լավրով, իսկ հետաքրքիր է։ Այդ դեպքում որտեղից են իրականացվում հակաարևմտյան, Հայաստանի իշխանություններին թիրախավորող եւ ռուսաստանյան պետական քարոզչական պատումներին համապատասխանող ապատեղեկատվական բազմաբնույթ արշավները, որոնց առկայության փաստը բազմիցս հայտնաբերվել եւ ապացուցվել է։ Ավելին, ըստ որոշ հետազոտությունների, Հայաստանը ամենից շատ հիբրիդային հարձակման ենթարկվող պետություններից է։ Օրինակ, տեղեկատվական, ժողովրդավարական եւ քաղաքացիության բուլղարական կենտրոնի կողմից 2025 թվականին իրականացված քանակական հետազոտության համաձայն Pravda անունը կրող ռուսական ապատեղեկատվական ցանցի կողմից Հայաստանը ամենից շատ թիրախավորված պետությունների հնգյակում է։ Եթե Հայաստանի նկատմամբ հիբրիդային սպառնալիքներ չկան, ինչպես պնդում է պաշտոնական Մոսկվան, ապա որտեղից են բուսնում ռուսալեզու բոտերը, որոնք համակարգված եւ մեծ ինտենսիվությամբ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի վերաբերյալ եւ առաջ են տանում ռուսական քարոզչական պատումներ։ Եթե չկան ռուսական հիբրիդային սպառնալիքներ, ապա ինչպես է ստացվում, որ ռուսալեզու կեղծ կայքերի միջոցով Հայաստանի վերաբերյալ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում եւ կրկին առաջ են քաշվում ռուսական քարոզչությանը համապատասխանող
պատումներ։ Եթե չկան ռուսական հիբրիդային սպառնալիքներ, ապա ինչպես է ստացվում, որ ազգությամբ ոչ ռուս, սակայն ռուսական պետական լրատվամիջոցներում աշխատող փորձագետները հանկարծ սկսում են հոդվածներ գրել եւ հարցազրույցներ տալ, որոնց նպատակն է սևացնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ առաջ մղել հակաարևմտյան եւ պրոռուսական պատումներ։ Եթե չկան ռուսական հիբրիդային սպառնալիքներ, ապա ինչպես է ստացվում, որ Հայաստանի նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնողները թողնում են ռուսաստանյան պետական քարոզչությանը համահունչ հաղորդագրություններ։ Եթե չկան ռուսական հիբրիդային սպառնալիքներ, ապա ինչպես է ստացվում, որ ռուսական պետական լրատվամիջոցների առաջատար լրագրողները պախարակում են Հայաստանի իշխանություններին եւ խոսում Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Եթե չկան ռուսական հիբրիդային սպառնալիքներ, ապա ինչպես է ստացվում, որ այն ամենը, ինչ նկարագրեցի, ջանասիրաբար տարածվում է պրոռուսական կողմնորոշում ունեցող հայաստանյան հասարակական քաղաքական որոշ շրջանակների կողմից։ Եթե չկան ռուսական հիբրիդային սպառնալիքներ, ապա ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ գրեթե յուրաքանչյուր ապատեղեկատվական եւ քարոզչական արշավից առաջ դրա բովանդակությունը ավելի քաղաքակիրթ լեզվով հնչեցվում է հենց պաշտոնական Մոսկվայի կողմից։ Մեր թողարկումներում ապացույցների պակաս չկա։ Մենք նաև զուգահեռներ ենք անցկացնում այլ երկրների նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումների հետ եւ բոլոր դեպքերում կարելի է տեսնել նույն ձեռագիրը։ Իսկ այս թողարկման վերջում բերենք եւս մեկ նմանատիպ օրինակ։ Վերջերս ռուսական հայտնի տրոլների ֆաբրիկայի կողմից ստեղծված կայքում հրապարակվել էր Հայաստանին վերաբերող մի հոդված, ըստ որի իբր Հայաստանում գործում են ընդդիմադիրներին խոշտանգող համակենտրոնացման ճամբարներ։ Բնականաբար հոդվածում որևէ հիմնավորում, որևէ պնդման համար չի բերվում։ Ուշագրավ է նաև, որ հոդվածում Նիկոլ Փաշինյանը պատկերված էր նացիստական համազգեստով։ Նույն կերպ էին պատկերել նաև Զելենսկուն, նրա մասին ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հրապարակման մեջ։ Հետաքրքիր է, այդ որ պետությունն է, որը միաժամանակ նաև կոնվենցիոնալ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, հայտարարելով, թե այնտեղ նացիստական կամ ֆաշիստական ռեժիմ է հաստատված։ Կարող է պատահել, որ հենց այդ պետությունն է շահագրգռված նմանատիպ ապատեղեկատվական արշավների կազմակերպմամբ։ Պարոն Լավրով, ահա այսպիսի բաներ։ Կհանդիպենք։